Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1350-րդ օրն է։ Շատ կարևոր նորություններ ունենք, ոգևորիչ խոցումներ։ Կփորձեմ կարճ ներկայացնել ամենահիմնականը։ Ուկրաինան արագացնում է առաջադեմ սպառազինությունների արտադրությունը եւ պատրաստում է գործարք Ամերիկայի հետ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեկ պատմել է երկրի ներկայիս հաջողությունների մասին ժամանակակից զինատեսակների արտադրության ոլորտում։ Նա նշել է, որ Ֆլամինգո եւ Ռուտա հրթիռները արդեն կիրառվում են մարտական գործողություններում, իսկ զանգվածային արտադրությունը նախատեսվում է ավարտել տարվա վերջում։ Մեջբերեմ, մենք բավականին լավ առաջ ենք շարժվում մեր հրթիռների արտադրության մեջ եւ արդեն այսօր օգտագործում ենք նոր Ֆլամինգոն եւ Ռուտան թշնամու դեմ։ Քանակը չեմ նշի, բայց մինչեւ տարեվերջ, ինչպես ասել եմ, սպասում ենք զանգվածային արտադրությանը, կան նաեւ մեր Նեպտունները, քանակը նույնպես չեմ նշի, թե որքան ենք կիրառել, ունենք սովորական եւ ունենք նաեւ երկար տարբերակը Նեպտունի, որը նույնպես լավ է իրեն ցույց տվել մարտի դաշտում, նշել է Զելենսկին։ Բացի հրթիռներից, Ուկրաինան պատրաստվում է սկսել դրոնավոր սանոթաչուների արտադրություն, օրական 600-ից 800 միավորի ծավալով։ Զելենսկու խոսքերով դա զգալիորեն կուժեղացնի երկրի պաշտպանունակությունը եւ կընդլայնի օդային տարածքի վերահսկման հնարավորությունները։ Ուկրաինայի նախագահը խոսել է նաեւ միջազգային ծրագրերի մասին համատեղ սպառազինությունների արտադրության շրջանակում Բեռլինում եւ Կոպենհագենում բացվելու են երկու արտասահմանյան կենտրոններ, դրանք կմասնակցեն տեխնիկայի ստեղծման գործընթացին Ուկրաինայի հետ միասին, ինչը վկայում է ուկրաինական ռազմական արդյունաբերության նկատմամբ միջազգային վստահության աճի մասին։ Բացի այդ, Զելենսկին հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Ուկրաինա կժամանի ամերիկյան թիմը քննարկելու դրոնների գործարքի շուրջ համագործակցությունը։ Համագործակցության հարցը քննարկվել է Զելենսկու վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թրամփի հետ հանդիպման ժամանակ, ով լուրջ հետաքրքրվածություն է ցուցաբերել նախագծի նկատմամբ։ Այս քայլերը վկայում են Ուկրաինայի ձգտման մասին ոչ միայն ամրապնդել սեփական պաշտպանությունը, այլև ընդլայնել գործընկերային ծրագրերը պաշտպանական ոլորտում։ Սա ինձ թվում է կարևոր էր իմանալ մեր լսարանին։ Հիմա անցնենք եւս մեկ կարևոր թեմայի, թե ինչպես Էրդողանը արագ կռացավ Թրամփի առաջ։ Պատժամիջոցները ստիպել են Թուրքիայի նավթավերամշակման գործարաններին փնտրել նավթի մատակարարներ Ռուսաստանի սահմաններից դուրս։ Թուրքիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանները սկսել են ավելի շատ ոչ ռուսական նավթ գնել ի պատասխան Ռուսաստանի դեմ վերջին արևմտյան պատժամիջոցներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Թուրքիան, Հնդկաստանը եւ Չինաստանը գնում են գրեթե ամբողջ հում նավթը, որը Ռուսաստանը արտահանում է։ Ծովային մատակարարումները Չինաստան այս տարի կազմել են օրական 1-ից 1.5 միլիոն բարել, Հնդկաստան 1.2-ից 1.8 միլիոն բարել, Թուրքիան մոտ 300,000 բարել։ Չորրորդ գնորդը մնում է Սիրիան, սակայն մատակարարումները համեմատաբար փոքր են, օրական մոտ 35,000 բարել, ըստ Bloomberg-ի գնահատումների։ Թուրքական նավթավերամշակման գործարանները այժմ կատարում են նույնատիպ քայլեր, ինչ Չինաստանը եւ Հնդկաստանը, ինչը վկայում է Ամերիկայի, Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի ջանքերի արդյունավետության մասին ռուսական նավթի վաճառքը սահմանափակելու ուղղությամբ։ Էրդողանը կտրուկ զիջումներ է անում Թրամփին եւ ամերիկյան պատժամիջոցներին, քանզի տարածաշրջանային տերության իր հավակնությունները, ով ձգտում է դառնալ էներգետիկ հանգույց, լուրջ կվտանգվեր, եթե հանկարծ չպահպաներ Թուրքիան ամերիկյան պատժամիջոցները։ Ժամանակը ցույց կտա սա ձևականություն է Էրդողանի կողմից, թե իրական քայլ։ Համենայն դեպս այն փաստը, որ նա կռացել է Թրամփի առաջ, տեսնում են բոլորը։ Ես խորհուրդ կտայի հայ քաղաքական գործիչներին ուշադիր լինել թշնամական հարևանների թույլ կողմերի նկատմամբ։ Ինչպես արդեն ասել եմ, Թրամփի նախագահության շրջանը բարդ է, լի մարտահրավերներով, բայց միևնույն ժամանակ սա հնարավորությունների շրջան է։ Խելացիները շահում են, անխելքները կորցնում։ Դարն է այդպիսին։ Եվ նախքան այսօրվա եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան հատկացնեք YouTube-ի գործիքներին, դրեք լայքեր մեր եթերի տակ եւ եթե կարող եք տարածել, խնդրում եմ տարածեք սոցիալական ցանցերում։ Ի վերջո, հենց ձեր արձագանքն է որոշում, թե որքան մարդիկ կդիտեն մեր եթերը։ Շատ խառը ժամանակներ ենք ապրում, Պուտինը փորձում է պահպանել դիրքերը համաշխարհային քաղաքականությունում, նույնիսկ սկսում են Մոսկվայից խոսել, թե Վենեսուելային կօգնեն իրենց հրթիռներով, սա իհարկե ծիծաղելի է, բայց ամեն օր ավելի ու ավելի է ձախողվում պուտինյան արտաքին քաղաքականությունը։ Օրինակ Պուտինի վաղեմի գործընկեր Սերբիայի նախագահ Վուչիչը Եվրամիության առաջարկում է գնել սերբական զինամթերք եւ նա դեմ չէ, որ այդ զինամթերքը հետագայում փոխանցվի Ուկրաինային։ Այս մասին Վուչիչը ասել է գերմանական ամսագրին տված հարցազրույցում, բոլորն իրենց սեփական շահերն ունեն, իսկ Թրամփի որոշակի հարցերում վճռականությունը իհարկե ոչ
ամենտեղ, բայց որոշակի հարցերում համենայն դեպս փլուզում է Կրեմլի դիրքերը։ Իդեպ օրերս Միացյալ Նահանգները կանցկացնի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումներ ըստ Թրամփի հանձնարարության միջուկային փորձարկումներ սկսելու մասին, այս մասին հաղորդում է Newsweek-ը վկայակոչելով նավիգացիոն ծանուցումները, իսկ Ուկրաինայում Պուտինը դեռ փորձում է վերջնականապես ոչնչացնել ռուսական բնակչությունը արդեն գրավյալ տարածքներում, նրանց ովքեր մասամբ խաբվել են ռուսական քարոզչության կողմից, երեկ ես ձեզ տեղեկացրել էի ընդհանուր զորակոչի մասին, որը հայտարարել է Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական ռեժիմի կողմից, այսպես Պուտինը փորձում է բնաջնջել Ուկրաինայի գրավված հարավի եւ արևելքի ռուսալեզու բնակչությանը։ Հուսով եմ հայաստանցի Պուտինի երկրպագուները լսում են մեզ, թող իմանան ինչ գին են վճարելու Պուտինին սիրելու համար։ Ես տեսնում եմ մեկնաբանություններից, որ որոշ պուտինականներ Հայաստանում ավելի ակտիվ են, քան Ռուսաստանում ապրող հայ պուտինականները։ Դե Ռուսաստանի պուտինականները տեսնում են ուկրաինական դրոններն ու հրթիռները, նրանք ավելի խելոքացել են վերջերս հատկապես։ Ասացիցս հանկարծ տպավորություն չստեղծվի, թե բոլոր հայերը Ռուսաստանում պուտինիստ են, իհարկե ոչ, բայց կան առանձնակի ակտիվ պուտինասերներ, խոսքս նրանց էր վերաբերում։ Գիշերը ռուսական զորքերը կրկին հարվածեցին ուկրաինական քաղաքացիական օբյեկտներին եւ բնակելի շենքերին, բայց ինչպես միշտ կատարվածի չափերը այնքան էլ չեն բավարարում Պուտինին, թեև պուտինյան քարոզչությունը հավանաբար կարող է այս հարվածներով փակել նրանց բերանները, ովքեր դժգոհում են Ուկրաինայի հարվածներից Ռուսաստանին։ Ռուսաստանը ներկայացնում է դրանք իբրև պատասխան հարվածներ, տպավորությունը, որ իրենք չեն հարձակվել մեր երկրի վրա, այլ մեզանից են պաշտպանվում, ասեք, որ թշվառ են եւ օրեցօր ավելի են թշվառանում եւ ստորանում։ Մեր օդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 130 ռուսական դրոններից 92-ը, որոնցով ռուսները հարձակվել էին Ուկրաինայի բնակավայրերի վրա։ Նոյեմբերի 4-ի գիշերը թշնամին հարձակվել էր բացի դրոններից 1 Իսկանդար-M բալիստիկ հրթիռով եւ 6 S-300 զենիթային հրթիռներով, տեղի ունեցել հրթիռների եւ 31 դրոնի հարվածներ 14 վայրերում։ Մեր եթերը պատրաստելու պահին օդային հարձակումը դեռ շարունակվում էր։ Ասեմ, որ հարվածներ եղան Օդեսայի մարզի նավահանգստային եւ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա, Դնեպրոպետրովսկի մարզում նույնպես հարված հասցվեց կամ 1 զոհ եւ 11 վիրավոր։ Իդեպ հոկտեմբերին ռուս օկուպանտները Ուկրաինայի դեմ կիրառեցին ռեկորդային քանակությամբ կառավարվող ավիառումբեր տարեսկզբից ի վեր, այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանը սպառել է իր հիմնական զինամթերքը եւ հրթիռները, ուստի հաճախ S-300 զենիթային հրթիռները օգտագործում են որպես ցամաքային թիրախների խոցման գործիք, բայց քանի որ դա ցամաքային թիրախների համար չի նախատեսված, շատ ոչ ճշգրիտ է, իսկ կառավարվող ավիառումբեր դեռ խորհրդային տարիներից շատ կուտակված ունեն ռուսական զինամթերքի պահեստներում, ուստի օգտագործում են այն, ինչ ունեն այս պահին։ Դրանք նույնիսկ ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ քաղաքացիական բնակչության դեմ ծանր ավիառումբերի օգտագործումը հանցագործություն է։ Չնայած խաղաղ բնակիչների դեմ ցանկացած զինատեսակի կիրառումն է հանցագործություն, սակայն Պուտինի բանակը օգտագործում է նաև ծանր ավիառումբեր Ուկրաինայի բնակավայրերի ռմբակոծման համար։ Մեր Telegram-ում տեղադրել ենք տեսանյութ, թե ինչպես Խարկովի մարզում քաղաքացիական մարդկանց, ովքեր իրենց շան հետ սպիտակ դրոշով պարզապես տեղաշարժվում էին իրենց գյուղում, ռուսական դրոնը սպանում է եւ հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը։ Կադրերը կան մեր Telegram-ում, կարող եք տեսնել։ Ռազմաճակատում վերջին 1 օրում գրանցվել է 163 մարտական բախում, Հյուսիս-Սլաբադսկոյ եւ Կուրսկի ուղղություններով տեղի է ունեցել ընդամենը 1 մարտական բախում։ Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանները կանգնեցրել են ռուսների 55 հարձակման գործողություններ Շախովը, Վլադիմիրովկա, Իվանովկա, Նիկանորովկա, Նովե Կամունիչնե, Ֆյոդորովկա, Նովե Շախովը, Միրնագրադ, Ռոդինսկե, Ռազինե, Չերվոնի Լիման, Նավապավլովկա, Սուխոյ Յար, Պոկրովսկ, Գրիշինը, Կատլինե, Ուդաչնե, Մալադեցկե եւ Դաչնե բնակավայրերում։ Մեր հետախույզները գուրը ցուցադրեց մարտական աշխատանքի տեսագրություններ Պոկրովսկում եւ իհարկե այն կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, շատ ոգեշնչող կադրեր կան։ Ուկրաինայի զինված ուժերը անցած 1 օրվա ընթացքում ոչնչացրել են եւս 840 ռուս օկուպանտների։ Ռելիզը ձեր էկրաններին է, ընդհանուր մարտական կորուստները ռուսական բանակի լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր արդեն հասել են 1,145,670-ի։ Հիմա ավելի ոգեշնչող բաներից խոսենք, մեր բարի դրոնները եւ ոչ միայն բարի դրոնները հարվածներ իրականացրեցին Ռուսաստանում առնվազն 7 մարզերում։ Նոյեմբերի 4-ի գիշերը հարվածների տակ հայտնվեցին այս անգամ էներգետիկ ենթակառուցվածքներ, նավթամշակման գործարաններ եւ այլ ռազմական արդյունաբերական օբյեկտներ։
օբյեկտներ։ Անհանգիստ վիճակ էր Վոլգոգրադի մարզում, գրանցվել են պայթյուններ Ֆրոլովսկայա ենթակայանում, մոտակա օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել էր իր աշխատանքը, բացի այդ հաստատվել էր, որ հարվածներ են հասցվել Կուրսկի մարզի ենթակայանին, էլեկտրականությունը մի քանի բնակավայրերից, այդ թվում նաև Ռիլսկից կորել էր, դրանից բացի դրոնները հարվածել են Լուկոյլի նավթամշակման գործարանին Նիժեգարոդսկի մարզում եւ նույնիսկ նորից հասել են Բաշկարտաստան, Ստերլիտամակ, որտեղ այրվել է նավթաքիմիական գործարանը։ Բոլոր հարվածների մասին տեսանյութերը հիշեցնեմ տեղադրել ենք մեր Telegram-ում։ Միևնույն ժամանակ նաև Աթեշ պարտիզանական խմբավորումը Բրյասկում կարևոր գործողություն է կատարել։ Նրանք պայթեցրել են ուժային տրանսֆորմատորը, որը մատակարարում էր ՖՍԲ կոչեցյալի կենտրոնական շենքը։ Մեր հետախուզական ուժերը գուրի ղեկավարությամբ կատարեցին նշանառու հարված FP2 հրթիռադրոնով Ռուսաստանի Ռուբիկոն դրոնային ստորաբաժանման շտաբին, որը գտնվում է Ավդեևկայում ժամանակավորապես օկուպացված տարածքում։ Ասեմ, որ Ղրիմում նաև մեկ ռուսական նավ է խոցվել ուկրաինական կողմից։ Մեր Telegram-ում տեսանյութերը շատ են, մտեք, գրանցվեք եւ վայելեք։ Շարունակելով եթերը ասեմ, որ Ուկրաինայի հարձակողական ստորաբաժանումները երեք առաջ են գնացել որոշակի ուղղություններով Դաբրապոլիայի շրջանում։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նա նշել է, որ ուկրաինացի պաշտպանները շարունակում են հակահարձակողական օպերացիան եւ ջանքերը կենտրոնացած են նախաձեռնության պահպանմանը։ Սիրսկին անձամբ գտնվում է արագ արձագանքման 7-րդ կորպուսի պատասխանատվության գոտում դեսանտահարձակողական զորքերի հետ, որտեղ լսում է հրամանատարների զեկույցները ընթացիկ իրավիճակի եւ մարտիկների պահանջների վերաբերյալ։ Հիմնական քննարկման թեմաները իհարկե վերաբերում են լոգիստիկայի անվտանգության, ստորաբաժանումների փոխգործակցության եւ հարձակումների հետագա պլանավորմանը։ Մեջբերեմ, մենք ավելացնում ենք ճնշումը Դաբրապոլիայի շրջանում, շարունակում ենք տարածքների ազատագրումը եւ մաքրումը, Զաչիստկան, ինչը ստիպում է հակառակորդին բաժանել իր ուժերը եւ անհնար է դարձնում թշնամու համար կենտրոնանալը հիմնական ջանքերով Պոկրովսկի շրջանում, ընդգծել է Սիրսկին։ Իդեպ, մեր Telegram ալիքում կան բազմաթիվ տարբեր տեսանյութեր թշնամու ոչնչացման մասին, բաժանորդագրվեք եւ դիտեք ամեն օր 24 ժամ, QR կոդը ձեր էկրաններին է։ Ծովային լուրերից խոսենք, ուկրաինացի զինվորականները հաջողությամբ հարձակում են իրականացրել Սիվաշի հորատման կայանի վրա Սևծովում, որտեղ գտնվել է ռուսական էլիտար հատուկ ստորաբաժանում։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը նախօրեին։ Նշվում է, որ բացի ռուսական օկուպանտների տեխնիկական հետախուզությունից եւ դիտարկման միջոցներից ոչնչացվել է նաեւ թշնամու ռեակտիվ կրակի հաշվարկը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կուպյանսկում, որը Խարկովի մարզում է, ներկայումս մնում է մոտ 60 ռուս զինվոր։ Նրա խոսքով ուկրաինական ուժերը արդեն պատրաստվում են քաղաքի վերջնական մաքրումը օկուպանտներից, բոլոր անհրաժեշտ որոշումները ընդունվել են Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդակցության ընթացքում, սակայն օպերացիայի մանրամասները իհարկե չեն հրապարակվում անվտանգության նկատառումներով։ Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական բանակը հետևողականորեն ազատում է գրավված տարածքները, իսկ ռուսական ստորաբաժանումները կորցնում են վերահսկողությունը եւ կրում են զգալի կորուստներ։ Նոր լուրեր Ղրիմից նոյեմբերի 2-ի գիշերը ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ոչնչացվել են հերթական թշնամու հոպ օբյեկտները, մարտական դիրքում գտնվող S-400 Տրիումֆ զենիթ-արտիլային դիվիզիոնի կառավարման կետին հասցված հարվածի հետևանքով ոչնչացվել է բազմաֆունկցիոնալ RLS-92 N6E եւ S-400 կառավարման կետի ինքնաբավ էներգամատակարարման համակարգը։ Բացի այդ, ուկրաինական հետախույզները հաջողությամբ ոչնչացրել են ռուս օկուպացիոն բանակի օդային դիտարկման ռադիոլոկատոր AORL-1 ASN եւ P18 Terek ռադիոլոկատորը։ Կարճ խոսենք քաղաքականության մասին, որը անխուսափելիորեն կապված է պատերազմի հետ։ Աշխարհի նավթային հսկաները Shell-ը, ExxonMobil-ը, Chevron-ը, Total Energies եւ British Petroleum-ը նշում են շահույթի կտրուկ աճ Ռուսաստանի նավթամշակման ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի լայնածավալ հարձակումների եւ էներգետիկ ոլորտի նկատմամբ նոր պատժամիջոցների ֆոնին։ Reuters-ի հաղորդմամբ տնտեսական պատերազմը Կրեմլի դեմ անսպասելիորեն դարձավ արևմուտքի բիզնեսի համար հզոր խթան աճի համար։ Հուլիսից ի վեր ուկրաինական դրոնները համակարգված կերպով հարվածում են ռուսական օբյեկտներին։ Վերլուծական ընկերությունների տվյալներով նավթամթերքի արտահանումը ծովով նվազել է 500 միլիոն բարելով օրական եւ հասել է վերջին 5 տարիների ամենացածր մակարդակին՝ շուրջ 2 միլիոն բարել։ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների նվազումը անմիջապես բարձրացրել է համաշխարհային նավթամշակման գները, ինչը բերել է նավթային հսկաների ռեկորդային եկամուտների։ Արդյունքում 4 խոշորագույն կորպորացիաների համախառն շահույթը աճել է 61%-ով նախորդ եռամսյակի համեմատ։
իսկ եկամուտների ընդհանուր աճը կազմել է 20%։ Արևմտյան մեծ նավթին լրացուցիչ խթան է տվել Եվրոմիության եւ Ամերիկայի նոր որոշումները։ 26 թվականի հունվարի 1-ից Եվրոպական միությունը լրիվ արգելելու է Ռուսաստանի նավթից արտադրված վառելիքի ներմուծումը, անգամ եթե այն վերամշակվում է երրորդ երկրներում, օրինակ Հնդկաստանում կամ Թուրքիայում, սա փակելու է այն հիմնական անցքը, որը թույլ էր տալիս շրջանցել պատժամիջոցները։ Իմիջիայլոց սա չի կարող չազդել նաև Ադրբեջանի վրա, բայց սպասենք տեղեկատվության։ Հոկտեմբերի 22-ին Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ սահմանեց Ռոսնեֆտի եւ Լուկոյլի դեմ, որոնք վերահսկում են համաշխարհային նավթի մոտ 5% եւ օրական 3.3 միլիոն բարել նավթի արտահանումը։ Այս սահմանափակումները նորից բարձրացրել են գները, քանի որ Ասիայի գնորդները շտապում են փնտրել այլընտրանքային մատակարարումներ, իսկ օրեցօր աղքատացող Ռուսաստանում ավտոմոբիլների արտադրությունը նվազել է, հասնելով 22 թվականի ամենացածր մակարդակներին։ Ավտոմոբիլային արդյունաբերության անկումը արագանում է ամեն եռամսյակում, հունվար-մարտ ամսին 9.2%, երկրորդ եռամսյակում 23%, երրորդում 26.7%, այս մասին տեղեկացնում է Ռոստատը, այնպես որ մեկնաբանություններում չհավատացողներին խորհուրդ ենք տալիս գնալ մեկնաբանել Ռոստատի գրառումները։ Իմիջիայլոց նշվում է, որ պատերազմի առաջին տարում Ռուսաստանի ավտոմոբիլային արդյունաբերությունը կորցրել է արտադրության մոտ 50%-ը, իսկ ընդհանուր արտադրանքը նվազել է մինչև 450,000 միավոր ցածրագույն մակարդակի, որը վերջին անգամ արձանագրվել է անցած դարի 70-ականների առաջին կեսին, երբ դեռ չեն գործել Գորգու եւ Տոլյատիի ավտոգործարանները։ Եվ այս ֆոնին ինչպես չհիշել սովետական կոմունիստների լոզունգը՝ ճիշտ ճանապարհով եք գնում ընկերներ, առաջ դեպի լիակատար աղքատություն, եւ քայքայում մի քիչ ավելացրեցի իրենց լոզունգին, հա, արդի փուլի հրամայական, այսպես ասած։ Շատ չերկարացնեմ այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, հուսամ ավելի լավ լուրեր կունենանք վաղը։ Մնաք բարով։